պահի հաշվի առնելով ենթակառուցվածքային պատկանելիությունը, ռուսական գործոնը շարունակելու է առանցքային տաղտեղ զբաղեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում, եւ քանի դեռ պաշտոնական Երևանը չի դնում գազատրանսպորտային համակարգի սեփականության հարցը, շրջանցել ռուսական գործոնը այս նոր էներգետիկ քաղաքականության մեջ պարզապես հնարավոր չէ։ Օրինակ է եւ այսպես ավելի շատ արկածախնդրության է նմանվում այս քաղաքականությունը Երևանի կողմից իրականացվող, հատկապես հաշվի առնելով, որ այս նոր զարգացումները Երևանը փաստացի նախաձեռնել է այն պայմաններում, երբ փաստացի դեռևս չի կարողացել ապահովել իրական այլընտրանք։ Թրիփը, որի մասին այդքան խոսվում է եւ ոչ միայն խոսվում է, այլ նաեւ որոշակի իրավական բազա է արդեն դրա համար ձևավորված, դեռևս իր հիմքում որպես նախագիծ չունի նոր գազամուղի կառուցման ուրեմն հեռանկար։ Դեռևս օրակարգում չկա օրինակ նույն Իջևան Ղազախ գազամուղի կառուցումը եւ այլն։ Այսինքն Հայաստանը այս պահի դրությամբ խոսելով օրինակ նույն Ադրբեջանի հետ էներգետիկ ինտեգրման մասին չունի բավարար ենթակառուցվածքներ եւ ենթակառուցվածքային նախագծեր, որպեսզի գոնե միջնաժամկետ կտրվածքում մենք խոսենք այս հեռանկարի մասին։ Բացի դրանից, եթե ռուսական կողմից մատակարարումները պարալիզացվեն եւ Հայաստանը ինչ-ինչ պայմաններում կարողանա այնուամենայնիվ արագորեն այդ մատակարարումների խնդիրը լուծել կապված Ադրբեջանի հետ, ակնհայտ է, որ սա վերածվելու է շատ լուրջ քաղաքական գործիքի, բնական գազի մատակարարումները Ադրբեջանից Հայաստան ուղղակիորեն կոնվերտացվելու են աշխարհաքաղաքական ազդեցության հետևից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։